Բարև ձեզ, բարի կեսօր։ Ամեն երկուշաբթի մեր տաղավարից խոսում ենք մի քանի թեմաների մասին։ Թեմաները այս անգամ էլ բավականին շատ են, բայց կարծում եմ արժե սկսել Ռուսաստանի այցից Նիկոլ Փաշինյանի ժողովարդչապետը ինչքան է փորձում է իր դրազանգվածին կերակրել, որ տեսավ գնաց մի հայացքով Ռուսաստանի Պուտինին սաստեցվան, բայց իրականությունն այն է, որ անմիջապես այս հանդիպումից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ոչ միայն նաեւ Զատուլինը հստակ հայտարարություններ արեցին, թե ուր է տանում Հայաստանին Նիկոլ Փաշինյանը եւ ինչ իրական աղետների առաջ է կանգնեցնելու։ Օվերչուկի հայտարարությանը կուզեմ անդրադառնալ Զատուլինի մի քանի շեշտադրումներին։ Համեցեք, երևի այս հարցից սկսենք եւ գիտեք ինչ ակաշակա, որպեսզի ձեզ հետո չընդհատեմ, Ալե Սիմոնյանն էլ էր անդրադարձել, թե սպառնում էր, հա, որ դուրս կգանք ԵԱՏՄ-ից հապկից։ Այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե բոլորիս ուշադրությունը շարունակում է 18-ամյա Դավիթի առողջական վիճակին ուղղված լինել, որովհետեւ շարունակում է նա ծանր վիճակում գտնվել հիվանդանոցում ու այս իրականության մեջ այնտեղ այստեղ անգամ այս տեսանկյունությունն է այդ կին նախարարները, ԿԳՄՍ նախարարը, որևէ ասելիք, որևէ մարդու իրավունքների պաշտպանքի, այո, համեցեք։ Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանի վերջի այցը Ռուսաստան երևի ամենաբաց խաղաքարտերով զրույցներ, որ տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Առաջին անգամ Ռուսաստանը առանց դիվանագիտական սեթևեթանքների, առանց ինչ-որ նամյոկների ուղիղ բաց տեքստով ասաց, թե ինչ է սպասվելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մտածել, որ ինքը կարող է խաբել եւ Ռուսաստանին եւ Արևմուտքին եւ շարունակի նստել երկու աթոռների վրա միաժամանակ, իսկ այն ինչ ասաց Ռուսաստանը, այն ինչ ասաց Ռուսաստանի նախագահը, որին հետևեց Ռուսաստանի փոխվարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի շատ ավելի բաց հայտարարությունները, թե ինչ օրեր են սպասվելու Հայաստանի ժողովրդին, եթե ամփոփեմ մեկ պարզ համադասական նախադասությամբ, մեզ ծանր օրեր են սպասվում եւ այսպես, ինչ ասացին Մոսկվայում Ռուսաստանին, հիշեցրեցին, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից Հայաստանին գազը սահմանին վաճառում է $177, եթե Հայաստանը շարունակի իր այս քաղաքականությունը եւ շարունակի ԵՄ-ի շուրջ այս ռևերանսները, ապա Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառելու է այն գնով, ինչ որ վաճառում է Եվրոպային, այսինքն $600, որpիսի մեր հայրենակիցների համար պարզ լինի, սա ինչ է նշանակելու, ասեմ, եթե հիմա օրինակ ամսական գազի սպառման համար դուք վճարում եք օրինակ 10,000 դրամ, եթե Ռուսաստանը կյանքի կոչի իր սպառնալիքը, վճարելու եք 40,000, եթե վճարում եք 20,000, բազմապատկեք 4-ով 40,000, էլի բազմապատկեք 4-ով եւ սա միայն գազի գինն է լինելու, չհաշված, որ գազի սակագնի բարձրացման հետ բարձրանալու է ամեն ինչ, հացից սկսած մնացյալ բազմաթիվ ծառայություններ եւս, եւ սա դեռ ամենը չէ։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը շատ լայն իր հարցազրույցում ուղղակիորեն ասաց, որ եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միության հետ իր մերձեցման այս քաղաքականությունը, ապա Ռուսաստանը փակելու է Հայաստանի հետ օդային սահմանը։ Պատկերացնում եք սա ինչ է նշանակելու։ Գիտեք, այս պահին ռեալ Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ է ապրում, 2 միլիոն մի քիչ ավել, թող 2.5 միլիոն լինի, ռեալ, չեմ ասում քանիսն է գրանցված, քանիսն է ապրում, գիտեք Ռուսաստանի Դաշնությունում քանի հայ է ապրում եւ աշխատում, մոտ 3 միլիոն, Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն խոսեցին մեր միգրանտների հետ աշխատանքային պայմանագրերը խզելու եւ նրանց վտարելու մասին։ Okay, այս ամենը, հա, պատկերացնում եք Ռուսաստանի հետ, տեսեք թե Զվարթնոց օդանավակայանից, Գյումրու օդանավակայանից օրական քանի չվերթ է գնում Մոսկվա, Պետերբուրգ, ես չգիտեմ, Ռուսաստանի տարբեր քաղաքներ, պատկերացնում եք, չի լինելու։ Օդը, օդային տարածքը փակվելու է։ Եթե այս ամենի հետ մենք okay ենք, եթե այս ամենը
Միևնույնն է մեզ հարմար է, էլ չխոսեմ, որ Լարսը փակվելու է եւ պատկերացնում եք ձեթից, ցորենից, ձավարից, ես չգիտեմ, մակարոնեղենից, ամեն ինչից բռնած, ես խոսում եմ առաջի կենսապահովման ապրանքների մասին։ Մենք ստանում ենք Լարսի միջանցքով։ Պատկերացնում եք ինչա լինելու, ինչ գնաճ լինելու առանց այդ էլ տարածաշրջանի ամենաթանկ երկրում Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաթանկ երկիրը, որը թանկ է Ստամբուլից, որը թանկ է ոչ տարածաշրջանային Չինաստանից, Պեկինից, Փարիզից։ Պատկերացնում եք ինչ գնաճ լինելու Հայաստանում։ Հիմա Ալեն Սիմոնյանը փոխադարձաբար սպառնում է Ռուսաստանին, ասում է, եթե Ռուսաստանը հանկարծ թանկացնի գազի գինը, մենք անմիջապես դուրս կգանք հապկից եւ ԵԱՏՄ-ից, այսինքն եթե թարգմանեմ Ալեն Սիմոնյանի ասածը իրականում ինչ է ինքը ասում է, եթե Ռուսաստանը փորձի մեզ սպառնալ, մենք մեր աչքը կհանենք, հետո նորից փորձի սպառնալ, մենք մեր մի ոտը կկտրենք, հետո մի հատ էլ Ռուսաստանը փորձի սպառնալ, մենք մեր մի ձեռքը կկտրենք։ Սիրելի հայրենակիցների վերջո որոշումը ձերն է, ընտրությունը ձերն է։ Ես նորից եմ կրկնում, ինձանից ավելի արևմտամետ եւ եվրոպամետ գործիչ ես շատ քիչ գիտեմ, բայց եւ նաեւ ես հրաշալի գիտեմ, որ Հայաստանը առաջիկա 100 տարում, մոտակա 100 տարում երբևէ չի դառնալու Եվրոպական միության անդամ։ Ես շատ լավ գիտեմ, որ հենց հիմա տևական ժամանակ Եվրոպական միության երկրներում էներգետիկ կրիզիս է եւ արդեն իսկ թե Գերմանիայում, թե Ֆրանսիայում, թե Ավստրիայում նախազգուշացվել է, որ ձմեռը կրիզիսը խորանալու է, այն Եվրոպայում, որտեղ միջին աշխատավարձը մոտ 1000 եվրո է։ Մեզանում գիտեք չէ, նվազագույն աշխատավարձը 78,000 դրամ է։ Հիմա եթե մենք պատրաստ ենք Ռուսաստանի ինադու մեր աչքը հանել, ինչ ասեմ, եկեք ամեն մեկս մի ձող վերցնենք, Ռուսաստանի ինադու մեր աչքը հանենք։ Եթե մենք պատրաստ ենք, որ այդ տրանսֆերները, որ գալիս են Ռուսաստանից Հայաստան, մեզանից շատերը եւ չգիտեմ 100,000-ները, միլիոնները, միլիոնավոր բարեկամներ այնտեղ աշխատում են, որ այստեղ իրենց ընտանիքներին գումար ուղարկեն, եթե մենք օքեյ ենք, որ նրանց վտարելու են եւ օթային ճանապարհն էլ փակելու են, ես չգիտեմ ինչով են գալու, եթե դրա հետ մենք համաձայն ենք, ես նորից եմ կրկնում, եկեք մեր մի ձեռքը կտրենք, հետո մի ոտքը կտրենք, հետո նորից ձողը վերցնենք եւ հանենք մեր մյուս աչքը։ Առաջին անգամ Ռուսաստանը առանց դիվանագիտական ակնարկների ուղակի ասեց, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, բայց քանի որ այս իշխանության համար բացարձակապես էական չէ, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, որտեվ եթե անգամ գազը դառնա խորանարդը $1 միլիոն, իրանք իրենց տներում վառվող գազի համար դա կարողանալու են վճարել, քաղաքացիները մենք շարքային քաղաքացիները չենք կարողանալու վճարել, ես ավելի քան վստահ եմ, որ այս ռեժիմը գնալու է այդ ավանտյուրայի եւ ձողը մցրած հանելու է սեփական աչքը։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ Ալեն Սիմոնյանի, քանի որ իրեն հիշեցինք, որ ասեց Ռուսաստանը սպառնա, գազը թանկացնի, այս կանենք, այն կանենք, այդ ուրեմն կոնտեքստում, երբ որ խոսքը գնում էր անվտանգության երաշխավորի մասին, Ալեն Սիմոնյանը արեց դարակազմիկ հայտարարություն, ասեց Հայաստանի անվտանգության երաշխավորը, բռնվեք սիրելի հայրենակիցներ, որ չընկնեք, Ադրբեջանն է, Ադրբեջանինն էլ մենք ենք։ Ես հիմա մտածում էի ամենացիվիլ ձևակերպումը գտնեմ ցիտելու ադրբեջանական տարբեր հանրային դեմքերի հեգնախառն հայտարարությունները Սիմոնյան Ալենի այն հայտարարությանը, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, չգտա որևէ ձևակերպում, որտեղ հայհոյանք չկար, թե այդ տղա, էս ինչ ես ասում։ Եվ իրոք,
Հիմա Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Ընդամենը երկու ռեմարկ, պարոն Սիմոնյան, անցած շաբաթ Ալիևը Բաքվում հրավիրել էր Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ մեծ գիտաժողով, այնտեղ ցույց տալով Հայաստանի Հանրապետության քարտեզը հայտարարեց, որ այս տարածաշրջանում Հայաստան չի եղել, այս տարածքները բոլորը ադրբեջանական տարածքներ են եւ Ադրբեջանի օրակարգում հիմա թիվ 1 խնդիրը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հողերը, այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ալեն Սիմոնյան, երկրորդ ռեմարկը, դուք մեր անվտանգության երաշխավոր հռչակում եք մի երկրի, որի օմբուդսմեն Սաբինա Ալիևան մի քանի օր առաջ պաշտոնապես այս մի հատ լավաշ նամակ էր գրել տիկինը, դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պահանջելով, որ ՄԱԿ-ը պաշտոնապես մարտի 31-ը ճանաչի հայերի կողմից 1918 թվականին ադրբեջանցիների հանդեպ իրականացված ցեղասպանության միջազգային օր։ Բրավո։ Փաստորեն մեր անվտանգության երաշխավորը մի երկիր է, որը ասում է, որ Հայաստան տարածաշրջանում գոյություն չի ունեցել եւ տարածաշրջանում հայի հետքը պիտի մաքրենք, ինչպես մշտապես հայտարարում է Միլի Մեջլիսի Եմի Ադրբեջանի падգամավորներից մեկը, մեր անվտանգության երաշխավորը այն Ադրբեջանն է, որի օմբուդսմանը պահանջում է ՄԱԿ-ից մարտի 31-ը հռչակել հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ կատարված ցեղասպանության օր, իսկ մենք լռում ենք Մարաղայի, Կիրովաբադի, Բաքվի, Սումգայիթի ցեղասպանությունների մասին, մենք լռում ենք 2023 թվականին մի քանի օրում ցեղասպանությունից մազապուրծ փրկվելու համար հայաթափված Արցախի մասին։ Սա ուրեմն այս մասով, ուզում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ քաղաքացիական պայմանագիրը հրապարակեց իրենց նախընտրական ծրագիրը, որով գնում են 26 թվականի հունիսի 7-ի ընտրության, ես ինչքան հասցրեցի ծանոթանալ Նիկոլի հրապարակած նախընտրական ծրագրին, որով ԿՊ-ն գնում է հունիսի 7-ի ընտրության, ես ստացա տպավորություն, որ Ադրբեջանի բոլոր պահանջները, ուլտիմատումները այս մարդիկ հավաքել են, ընդամենը հայերեն լեզվով թարգմանել են, անունը դրել են ԿՊ նախընտրական ծրագիր եւ գնում են կրկին վերազավթելու իշխանությունը։ Իդեպ այնտեղ նաև խստագույն ուրեմն նորմեր կար եկեղեցու հետ կապված, որ կաթողիկոսին կարող են եւ պետք է, եթե կառավարությունը որոշի, հանգստի ուղարկել, ինչ որ խորհուրդներ ստեղծել եկեղեցին վերահսկելու համար, այս ամենը այնա, ինչ հրապարակավ պահանջում է Ադրբեջանը, ինչի մասին խոսել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալա Շուքյուր Փաշազադեն, հայ առաքելական եկեղեցին հռչակելով որպես ֆաշիստական կառույց եւ տարածաշրջանի երկրների վտանգուստի։ Ադրբեջանի բոլոր պահանջները ընդամենը հայերեն թարգմանած եւ ԿՊ նախընտրական ծրագիր ներկայացրած ռեժիմը սպառնում է հունիսի 7-ին 26 թվականին վերցնել սահմանադրական մեծամասնություն, ինչպես իրենք են ասում, մինիմում 65%։ Հիմա ես ուզում եմ այս բլոկը ավարտելու համար իմ ուրեմն առանձնացրած հարցերի դիմել ընդդիմադիր ուժերին։ Հիմա, եթե դուք շարունակելու եք Իսկանդերով, Քլունգով, բուլդուզերով, լապատկով, ռագատկով իրար տակ փորել, եթե շարունակվելու է փոխադարձ այս մեդիա նողկալի գրողները, ապա ես վստահեցնում եմ ձեզ, հենց հիմա կարող եմ թուղթ ու գրչի վրա գրել եւ հունիսի 8-ի
առավոտյան հենց այս եթերից ասել, եթե ընդդիմությունը շարունակելու է իր այս մարտավարությունը, ապա ռեժիմը հաստատուն քայլերով գնալու է իր վերարտադրության, որը նշանակելու է Հայաստանի 3-րդ հանրապետության ավարտ, ինչպիսին կլինի Հայաստանի 4-րդ հանրապետությունը, որի պապա եւ կնքահայր հավակնում է դառնալ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ես չգիտեմ, բայց որ այն չի լինելու հայկական, դա միանշանակ է։ Եվ ուրեմն այո, ուզում եմ անդրադառնալ, քանի որ այստեղ գալուց առաջ նայեցի Դավիթի փաստաբանները, Մինասյան Դավիթի, ուզում եմ հիշեցնել, զույգ եղբայրներից մեկն էր, որոնց ես մշտապես տեսնում էի մեր բակի Սուրբ Աննա եկեղեցում, Կիրակի օրերին երկու եղբայրները աղոթագիրքը իրենց ձեռքին աղոթք էին անում, եղբայրներից մեկի խափանման միջոցը Միքայելի տնային կալանքն է, Դավիթը առ այս պահը գտնվում է Նայիրի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, Ռուբեն Մելիքյանն էր մեր գործընկեր փաստաբան, նախորդին հանդիպել Դավիթին, ասեց, որ ինքնազգացողությունը վատ է, երեխայի ճնշումը չի կարգավորվում, գիտեք, ես վստահ եմ Դավիթ, Միքայելը եւ այսպիսի պայծառ տղաներ մենք շատ ունենք, այս տղաներն են մեր ապագան, ես վստահ եմ, որ այս փորձությունը Ռուբենը շատ լավ էր ասել Դավիթին, ասել էր մտածի, որ դու Աստծո ընտրյալ ես եւ Աստված այս փորձությունը քեզ ուղարկել է, որտեւ գիտի, որ դու դա հաղթահարելու ես, Դավիթ ջան, դու սա հաղթահարելու ես, Դավիթի ընտանիք, Միքայել, դուք ես ամենը հաղթահարելու եք, դրա համար ես հիմա այլ բանի մասին եմ ուզում խոսել, ես հիմա ուզում եմ խոսել այն զարհուրելի ատելության մասին, որ մի կնոպկայով այս ռեժիմը իր նողկալի գարշահոտ ֆեյքերին եւ ոչ ֆեյքերին քսի տվեց այս երեխաների վրա, անպայման, ես նայում էի ուրեմն երեխաների կալանավորման գրառման տակ սեռական հայհոյանք էր գրել իմ նախկին հարևան մի տիկին, կին, որի տղան նարկաման լակոտը ամեն օր ծեծում էր ռեժիմով այդ կնոջը, պլանի փող էր ուզում եւ այդ կինը փրկության համար դիմում էր մեզ եւ ահա այդ նարկամանի մաման, իմ նախկին հարևանը Դավիթի եւ Միքայելի կալանավորման ուրեմն նյութի տակ ամենանողկալի հայհոյանքներն էր գրել, ես հասկանում եմ, դուք ինչի եք, այս մի սեգմենտ կա, հա, այդ թվում նաև Նիկոլի Կոկորդիլոսագետը, ով ես չգիտեմ, դուք երեխա ունեք թե ոչ, ես ձեր անունը անգամ չեմ հիշում, դուք մնացել եք որպես Կոկորդիլոսի ձվի մասնագետ, իսկապես ձեր անունը չեմ հիշում, ես չգիտեմ, դուք զավակ ունեք թե չէ, բայց ոնց եք դուք ձեր էջում գրում, որ Դավիթը իր վիպուսկնոյը կնշի քրեակատարողականում «Вот такая доля խուլիգանская», դուք գիտեք չէ, որ դուք ցմահ եք ազատազրկվելու առնվազն ռեժիմի այն ներկայացուցիչները, որոնց մեղքը գալու է օրը եւ հայկական Նյուրնբերգը ապացուցելու է։ Դուք ոնց եք կարողանում, եթե անգամ զավակ չունեք կամ ունեք, 18 տարեկան երեխայի հասցեին չարախնդալ եւ գրել վիպուսկնոյդ Բերթում ես նշելու։ Դավիթը Բերթում լինի, Նայիրի վերակենդանացման բաժանմունքում լինի, ինքը հայ զավակ է, ինքը աղոթագիրքը ձեռքին Աստծուն ապավինած զավակ է եւ Աստված իրեն չի լքելու, այ դուք բոլորդ ձեր արդար պատիժը ստանալու եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, որ անչափ կարևոր է լինելու, այլ ստանալու եք նաև Աստծուց եւ դա Աստված, որ այդ պատիժը Աստծու, որ անխուսափելի է լինելու շրջանցի ձեր երեխաները մեղավոր չեն, որ ունեն ծնողներ, ովքեր կարող են խրախճանել եւ չարախնդալ, երբ որ տեսնում են, որ ինչ ասեմ, հրեշտակի նման տղաների կալանավորում են եւ մեկն էլ հիմա Նայիրի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին էի ուզում խոսել, զարհուրելի է այս ատելությունը, 18 թվականից հասարակության մի սեգմենտի այս ռեժիմը նստեցրեց ատելության, նարկոտիկի վրա եւ հիմա նաեւ մի խնդիր էլ նշել էի, որ
անպայման ուզում եմ խոսել, քանի որ ես ինքս զգացի, որ հիմա դիմում եմ ընդդիմադիր բոլոր գործիչներին, հանրային դեմքերին, ուրեմն այս ռեժիմը սկսել է նաև սոցիալական ցանցերում սադրել, զգոն եղեք, ուշադիր եղեք մեսենջերներով, ես օրինակ հիմա իմ մեսենջերը մինչև հունիսի 7-ի ընտրությունը փակում եմ, ուշադիր եղեք, տարբեր սոցիալական ցանցերով, տարբեր ֆեյքեր, ամենազարհուրելի սեռական հայհոյանքներն են գրում, սպառնում են, անգամ հայհոյում են երեխաներին մտածելով, որ մեր նյարդերը տեղի կտան, մենք կմտնենք դիալոգի մեջ, սադրանք կհրահրեն եւ այդ կերպ կամ մեր հանրային ակտիվությունը կկասեցնեն կամ ընդհանրապես կտանեն, կկալանավորեն, որևէ մեկին չպատասխանեք, փակեք սոցիալական հարթակների ձեր մեսենջերները, ուղղակիորեն փակեք, հասկանում եմ դժվար է, երբ որ քո երեխային են հայհոյում, դժվար է չպատասխանելը, բայց պետքա չտրվենք սադրանքների, տեսնում եք դժվար է, տեսնում եք ուզում եք անպայմանորեն պատասխանել կամ իրավական, ուրեմն դատական գործընթաց սկսել, դրա ժամանակը չի, դրա ժամանակը գալու է, փակեք ձեր ուրեմն նամականիները, որովհետև հստակ հրահանգատրված հանրային մեծ լսարան ունեցող բոլոր գործիչներին, ում այս կամ այն կերպ չեն կարողանում լրացնել, կալանավորել, ահաբեկել, ուղղակիորեն իբր քաղաքացու անվան տակ ինչ որ անբարոյականներով սադրել եւ այդ կերպ լրացնել։ Սա էր, որ ուզում էի ասել եւ ամփոփելով, այո, խնդրեմ։ Անկեղծ ասած չեմ նայել իր համերգը եւ հատուկ չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պիտի լինենք անկեղծ, դեռևս ֆանտաստիկորեն կարողանում է լուծել մեկ խնդիր, ամբողջ օրը լցնել իրենով եւ մենք եւ լրատվամիջոցները անընդհատ իր երկելուն, ուտելուն, սպանախին, փիփերթին, բիբարին, մակարոնին, թմբուկին անդրադառնալով ըստ էության մտնում ենք Նիկոլի օրակարգի մեջ եւ շարունակում ենք օրը լցնել Նիկոլով։ Ես կդիմեի լրատվամիջոցներին, հանրային դեմքերին, որ նաեւ ինձ, որովհետեւ ես երբեմն չեմ դիմանում այդ գայթակղությանը եւ իր այդ հերթական այսպես շոուներից մի կտոր դնում եմ իմ էջով, ես կդիմեի մեզ բոլորիս չներքաշվել այդ օրակարգի մեջ, բայց հասկանում եմ, որ լրատվամիջոցների համար այս ամենը նաև մեծ դիտելիություն, հա, իր այդ թմբուկները եւ ամեն ինչը բերելու տարբերակ, նաև հասարակությանը ներկայացնելու, որ ինչպիսին չի պիտի լինի ղեկավարը տարբերակ է, բայց իմացեք իր համար մեկ է, կհայհոյեք իրեն թե չէ, կարևորը իրեն անդրադառնաք եւ ամփոփելով դիմում եմ նորից ընդդիմադիր ուժերին, ստեղծեք ընտրություններին ընդառաջ 60-62 օր է մնացել մինչև հունիսի 7-ը, գնացեք մի քանի մեծ բևեռներով, դադարեցրեք միմյանց հարվածելը, միմյանց հարվածելով դուք ուղղակիորեն նպաստում եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Ես եմ շնորհակալ։